Ողջույն։ Այս պահին մենք գտնվում ենք Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում եւ այս պահին հենց տուն-թանգարանի ցուցասրահից մեկնարկում է թանգարանային զրույցներ մեր շարքը եւ այս պահին մենք թանգարանային գիշեր նախագծի միջոցառման շրջանակում ենք զրուցելու ենք մեր այցելուների հետ։ Առաջին մեր այցելուն Փալանդուզյան Մերին է, մասնագիտությամբ տնտեսագետ։ Ողջույն Մերի ջան, շնորհակալ եմ զրույցի համաձայնության համար։ Ընդհանրապես ինչ զգացողություններով է մարդը մտնում թանգարան։ Օրինակ, երբ որ դուք առաջին անգամ ոտք դրեցիք թանգարան, զգացողությունը որպես այցելու ինչպիսին է։ Ինձ համար թանգարան այցելությունները միշտ շատ սրտատրոփ են եղել, որովհետև երբ մտնում ես թանգարան, մտնում ես ինչ-որ չափով պատմության մեջ, տեսնում ես քո նախնիների աշխատանքը, ձեռագրերը, որով նրանք աշխատել են, փորձում ես հասկանալ նրանց միտքը, մտածել նրանց նման, հասկանում ես, որ իրենք էլ եղել են այնպիսի մարդիկ, ինչպիսին դու ես հիմա, բայց իրենք կարողացել են ստեղծել մի այնպիսի արժեք, որը հիմա բոլորն են գնահատում, բոլորն են ցանկանում դա տեսնել, ունենալ, կարողանալ հասկանալ ինչ-որ չափով։ Այդ դուք հետաքրքիր միտք արտաբերեցիք եւ ուզում եմ մի փոքր ավելի խորացնել այդ միտքը եւ ձևակերպումը ավելի հստակեցնել։ Առհասարակ թանգարանները այն էլ ժամանակակից այսքան թվային զարգացումների եւ տեխնոլոգիաների դարաշրջանում մենք դեռ կվերադառնանք այդ համադրությանը, բայց կամ զուգահեռներին, բայց այդ իրականության մեջ իրենք որպես վավերագրեր են, հիշողություններ են, թե ապագայի մասին ուղերձներ են։ Ինչպես եք դուք դիտարկում որպես երիտասարդ սերունդի ներկայացուցիչ։ Ըստ իս իրենք հիշողություններ են, որոնք դրդում են ապագան կառուցել ավելի ճիշտ, ավելի ոնց ասեմ, որ ճիշտ լինի, ավելի հագեցված, ավելի ստացված, ավելի բովանդակալից, հա։ Իսկ այս տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ օրորի ինչ-որ նոր թվային հետաքրքիր նախագծեր, ձևաչափեր, նույնիսկ գործիքակազմ, ամեն բան կարծես թվային մենք ապրենք թվային աշխարհում եւ մտածողությունը կարծես նոր սերնդի հենց այդպիսին է իծն է։ Այս իրականության մեջ ինչ եք կարծում, ինչպիսին պիտի լինի թանգարանի դերը, որպեսզի իր նշանակությունը, ինչպիսին որ ինքը ունեցել է տարիներ շարունակ, ինքը չկորցնի այդ դերն ու նշանակությունը կարևորության իմաստով նկատի ունեմ եւ կրթելու իմաստով նկատի ունեմ եւ այդ մշակութային որպես մշակութային առանցք յուրաքանչյուր ազգի համար։ Օրինակ մենք հիմա Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում ենք եւ իհարկե մենք չենք խոսի այս պահին ավելի ընդգծված աբովյանական ժառանգության մասին, մենք խոսենք ընդհանուր թանգարանային իրականության մասին, ինչ է տալիս եւ ինչ պիտի տա, այսինքն ինչ է այս պահին տալիս եւ ինչ պակաս կա, որը պիտի լրացնի թանգարանային աշխարհը, մշակույթը հայկականության մեջ, որպեսզի նաեւ դա հնարավորություն ունի համաշխարհային մշակութային շուկա մի քիչ բարձ չակերտներով, հա, օգտագործեմ, բայց ինդուստրիայի իմաստով ինքը համաշխարհային այդ քարտեզագրության մեջ մշակութային։ Հասկացա, շնորհակալ եմ շատ հարցի համար։ Հա, հիմա այս ժամանակահատվածում թվայնացումը շատ է, ես ինքս էլ ինչ-որ չափով լինելով տնտեսագետ կողմ եմ դրան, բայց այն պատմամշակութային ժառանգությունը, ամեն ինչը կրթական, մշակութային, որ մեզ տրամադրում է թանգարանը, միանշանակ դա թվային տեխնոլոգիաների միջոցով մենք ձեռք բերել չենք կարող։ Այն զգացողությունները, որ ստանում ես թանգարան մտնելուց, միանշանակ թվային տեխնոլոգիաները փոխանցել չեն կարող ու թանգարանների ուղղակի նշանակությունն ավելի մեծացնելու համար ինձ թվում է երիտասարդների ներգրավվածությունը պետք է մեծացնենք, ինչքան երիտասարդները ավելի հակված լինեն թանգարան այցելելով, իրենց պատմամշակութային ժառանգությանը ավելի լավ ծանոթանալով, ավելի հեշտ մենք ցույց կտանք հանրությանը այն հարուստ ժառանգությունը, որը որ մենք ունենք։ Ցուցանմուշը կամ լուսանկարը կամ ձեռագիրը, որը որ ձեզ ավելի շատ գրավեց ու եթե ձեզ հնարավորություն լիներ վերցնելու, որ նմուշը Աբովյանի ժառանգությունից ձեզ համար սրտամոտ էր, կուզենայիք ունենալ։
Ինձ թվում է հենց իր գրասեղանը, որովհետև գիրք կարդալ շատ եմ սիրում, ու եթե ես կարդում եմ գիրքը, պետք է ինձ համար նշումներ առանձնացնեմ, չգիտեմ, հիմա հնարավոր է ինչ-որ չափով նկարում են, առանձնացնում են, նշում են, ես դա պետքա ձեռագիր գրեմ, որպեսզի հետագայում հիշեմ։ Եթե վերցնեի, հնարավորություն լիներ միանշանակ գրասեղանը իր ձեռագրերով, հաստատ շատ մեծ նշանակություն կունենար։ Շնորհակալություն գեղեցիկ զրույցի համար։ Սիրելի ունկնդիրներ, մեր զրույցները շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում եւ շնորհակալություն ենք հայտնում Մերիջան ձեզ, լավ օր ենք մաղթում եւ այդ ձեր հայկականության իզմը, որ այդքան շատ կարեւորում եք եւ ուզում եք որ պահպանեք, լիահույս եմ, որ այդ նկատումները, որոնք որ դուք ունեք, երբևէ կիրականանան եւ հետահայաց ձեր կյանքի տարիներին կկարողանաք ամփոփելով ասել, որ կարողացաք պահել, ունենալ եւ փոխանցել ձեր սերունդներին։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ ենք շնորհակալ։